Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հրապարակորաթերթը գրում է. Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել, այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջև կկանգնի։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Խոսքը հողերի օտարման մասին է, ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր երկրորդ նախագահին պատկանող Toyota Երևանին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել։ Իշխանությունը շահարկում է եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն մենք գրել ենք, որ քրեական վարույթի թեման դարձած հողագտորների առյուծի բաժինը եռաբլուրի դիմացի մայթին է, մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է, քաղաքացիական իրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Հրապարակորաթերթը գրում է. Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության հանրայնացման եւ հասարակության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ Բյուրականի աստղադիտարանում դեռևս 1915 թվականից անլուծելի խնդիր են լուծել, հաշվել են փորձնական մասնիկի հարաբերական արագությունը դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-ռիմանյան տարածության համար։ Այս նախադասությունը շարքային ընթերցողին իհարկե ոչինչ չի ասում, բայց ուշագրավ է, որ Հայաստանում լուծվել է 1915-ից մինչ օրս չլուծված կարևորագույն խնդիր Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության մեջ։ Խնդրի լուծման հեղինակը Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանն է, որի հեղինակած հոդվածը հրապարակվել է Gravitation Cosmology ամսագրում։ Գագիկ Տեր-Ղազարյանը վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված GTB Development ՍՊ սեփականատեր գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հայրն է։ Հրապարակորաթերթը գրում է. Սեպտեմբերին սպասվում է քաղաքպայմանագրի հերթական համագումարը, որի ժամանակ նաև նոր վարչություն են ընտրելու։ Նախորդ վարչության ընտրության դառը փորձը հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընդլայնել ընտրիչների թիվը, դրանով ավելի կառավարելի դարձնելով ընտրությունների արդյունքները։ Եթե անցած ընտրություններին վարչությունը ձևավորվեց 1000 ընտրիչի կողմից, այս անգամ հնարավոր է կիսով չափ թիվն ավելանա, իսկ որքան մեծ լինի ընտրիչների թիվը, այնքան ընտրությունները կեղծելու հավանականությունը կփոքրանա եւ այնքան ազդեցիկ կդառնա առաջնորդի կարծիքը։ Նախորդ անգամ մի խումբ ԿՊԱ-ականներ, մասնավորապես Սուրեն Պապիկյանի մտերիմները ազդել էին ընտրության ընթացքի եւ հաշվարկի վրա։ Կեղծիքը բացահայտեց Արսեն Թորոսյանը։ Քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո վարչության կազմից մի քանիսը դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ վարչությունը լինի իր կողմից կառավարելի եւ որևէ մեկն ավելի մեծ ազդեցություն չունենա, քան ինքը։ Հրապարակորաթերթը գրում է. Իշխող թիմը լարված նյարդային ժամանակներ է ապրում, պատմում են, որ բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։ ՔՊ կուլիսներում խոսում են, որ իրավապահները վերևից հանձնարարականներ են ստացել առանց բացառության ուսումնասիրել բոլոր падգամավորների ֆինանսական եւ այլ շարժերը։ Նիկոլ Փաշինյանը բոլոր դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որս նպատակահարմարությամբ ոմանց զոհաբերի, հանուն իր վարկանիշի, ոմանց խաղից հանի, ոմանց դեպքում էլ հնազանդեցնի եւ որպես գործիք բանեցնի, հետեւաբար թիմում եւս դանոշչիկությունը ծաղկունք է ապրում։ Հրապարակորաթերթը գրում է. այսօր լրանում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ուստի Սամվել Շահրամանյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարեցված։ Արցախի հանրապետության գործող օրենսդրությամբ եւ ամիսներ առաջ խորհրդարանի կողմից սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն ընտրությունների անհնարինության պարագայում երկրի նախագահ է ընտրում ազգային ժողովը լիազորությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն գրոհ է սկսել, մեզ հասած տեղեկությունների համաձայն կոմիտեի աշխատակիցները առաջիկայում մտնելու են բոլոր տեսչական մարմիններ, թաղապետարաններ, համայնքապետարաններ, իսկ հա պատճառը կաշառքի կոռուպցիոն գործընթացների մասին օպերատիվ տվյալներն են, ասել է, թե առաջիկայում ձերբակալություններ են սպասվում ու հուսանք, որ կոմիտեի ձեռքերը կհասնեն խոշոր ձկներին, քանի որ դժվար թե վերոնշյալ կառույցների ղեկավարները տեղյակ չլինեն, թե ինչ գործընթացների մեջ են ներգրաված իրենց ենթակաները։ Նշենք, որ 3 քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ էին ձերբակալվել կաշառքի քրեական վարույթի շրջանակում։
Պոլիտիկայը գրում է. Հայաստանի քաղաքական ու մեդիա տիրույթն այսօր հիշեցնում է փուչիկներով լցված սենյակ, ճղելու պահը միայն ժամանակի հարց է։ Դատարկախոս պորոտախոսների շարքը ոչ միայն չի պակասում, այլև ընդլայնվում է։ Ու քանի որ մեր երկրում վաղուց է ինչ դատարկ խոսքը սոված չի մնում, իսկ ԶԼՄ-ներն էլ քլիքամոլության իրենց գագաթնակետին պատրաստ են եթեր տալ նույնիսկ էշերի հետ սեռական կապի մեջ մտածներին, բնական է, որ կյանքն էլ վերածվել է հանրային խենթանոցի։ Այս խոսքի գերզորությունների ակտիվությունն աճում է հատկապես այն ժամանակ, երբ հերթական հարթակ է ստանում որևէ իրական գործիչ։ Օրինակ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է, դատարկախոսները սկսում են ոռնալ ռեֆլեքսով, ինչպես շները շեփորի ձայնին։ Երեք արևմտյան գործակալական միկրոֆոններից մեկի վրա իր ծանրակշիռ մաղձը ցայտեց Ղարաբաղ կոմիտեի մոռացված դեմք Գագիկ Սաֆարյանը։ Սույն գեոպոլիտիկը իբր հիշեցրեց, որ Հայաստանի բոլոր նախագահները իր մոտ թռուցիկ բաժանող են եղել, իսկ ինքը կինոյի տղեն։ Ճիշտ այն տաքսիստների տրամաբանությամբ, որոնք Մոսկվայում իբր մեծ բիզնեսներ են թողել, հիմա էլ գեոպոլիտիկա են վերլուծում։ Սաֆարյանի ինքնագովազդը կառուցվում է մեկ դրվագի վրա, Ղարաբաղ կոմիտեի, բայց նույնիսկ ինտերնետի մի քանի րոպեանոց որոնումը բացահայտում է, որ կոմիտեի անդամ լինելն իր կյանքի ամենահամեստ դրվագներից է։ Այս մարդը դատապարտվել է խարդախության համար ու ժամանակին դատարանում սպառնացել է ինքնասպան լինել, եթե իրեն պատժեն։ Լուրջ մարդը սենց բան չի անում, բայց դե դերասանները միշտ էլ խաղի մեջ են։ Եվ այս խարդախ դերասան պորոտախոսները այսօր վերածվել են արևմտյան գործակալական հարթակների սիրելի փորձագետների։ Իրենք ոչինչ լինելով փորձում են ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր գոնե մի բան արել են այս երկրի համար։